սկզբնական տարիների մասին այն բոլոր փաստերը, որ տարիների ընթացքում, վերջին տարիների ընթացքում հայտնաբերվել է եւ դուք փորձել եք այն լուսաբանել։ Եվ այսպես։ Թույլ տվեք մի քանի բառով սելայնակիցներ կարդալ պարոն Վարպետյանի հակիրճ կենսագրությունը։ Պարոն Վարպետյանը ծնվել է Մարսելում, այնուհետև 1948 թվականին ծնողների հետ հայնադարձվել է Հայաստան։ 1968-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, ավարտել է նաև հայ ֆիլմին կից կինոդերասանի ստուդիան, աշխատել է միաժամանակ երկու ասպարեզներում զուգահեռաբար։ 1975-ին վերահաստատվել է Մարսել եւ շարունակել է աշխատել նույն երկու ուղղություններով միաժամանակ։ Ճարտարապետության մեջ է վարպետացել եւ բնականաբար խորացել է հայ ժողովրդի պատմության եւ ծագման խնդիրների եւ մութ հարցերի մեջ։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնցից մեկի մասին մենք այսօր ավելի կոնկրետ կխոսենք, նրա գրքերը հիմնականում նվիրված են հայ ժողովրդի ծագումնաբանությանը։ Եվ այսպես պարոն Վարպետյան, ես միշտ սիրում եմ այս հարցը տալ, ինչը ձեզ ստիպեց խորանալ այս ուղղության մեջ, կար մի դեպք, մի երևույթ, մի առանձնակի մղում, մի անհրաժեշտություն, որ դուք որոշեցիք, այ պետք է զբաղվեմ այս թեմայով։ Այո, շնորհակալություն, հարցը լավն էր, որովհետև իսկապես ինձ էլ եմ հարց տվել եւ շատ են հետ հարցը տալիս։ Իմ ուսուցիչ ակադեմիկ Օզվար Ազատարությունն ասեց, այդ մենք քեզ ճարտարապետ պատրաստեցինք, դու այսօր գնացիր, հարգում եմ, սիրում եմ հորս պես, որտեղ այսպիսի վերաբերմունք է ունեցել, ասում դուք եք մեղավոր, որտեղ երբ որ մեզ ներկայացնում եք հայոց ճարտարապետության պատմություն, երբ որ հարցեր եք տալիս, թե ինչու է գեղեցու պատուհանի վրա այս կամ ինչու այս կառույցը, դուք չեք ասում, ինձ մոտ մնացել էր ահագին հարցականներ։ Հետո Փարաջանովոր երկրորդ ուսուցիչս է, սիմվոլների ֆիլմը ինձ մնաց անծանոթ, որտեղ մենք սիմվոլների բառերան չունենք, զարգացած երկրները մի քանի հատ ունեն։ Հետո ես որ ես սկսեցի խորանալ, ավելացավ նաև մեկ ուրիշ բան, վերադարձից հետո Ֆրանսիա ինքնության թեման արտնացավ իմ մեջ, ով եմ, ինչ է, եմ ազգամշակույթի գործունեության մեջ հարգեր ճանաչել անցյալը։ Դա այսպես կամաց սկսվեց, ես մի փոքրիկ լրացում անեմ, ուրեմն 3 տեսության հեղինակ եմ, ովքեր են ի վերջո արիացիները, եթե հիմա այսքան խոսում են արիացիներից, չեն ասում հիմա, բայց ես եմ մեղավոր, մի հատ փոքրիկ գիրք կա, ովքեր ի վերջո արիացիները գիտեք։ Դրանից հետո հիմա բոլոր արիացի են դարձել, դա շատ հետաքրքիր թեմա է եւ եթե իսկիմոսները ասենք արիացի եք, նրանք այսպես չէին անդրադառնա գենետիկորեն շատերին ասին, մենք էլ գիտենք որ արիացի են, այո, հարկավորներ ցեղանին։ Երկրորդ ծննդոցն է ծագումնաբանություն, բայց կա երրորդը, որի մասին երևի այսօր չենք խոսի, դա էություն էիզ ուսմունքն է, որը քաղեցի այս բոլորից, թե ինչպես են նախնիկ մտածում, սա իմ աշխատելու ձևն է, բանալին։ Այդ չորրորդը կա ազգի հազարամյակ 4 հատորանոց աշխատություն է, ազգ եւ նոր հազարամյակ, ինչ է սպասելու ապագային։ Այնպես որ ինքնության հարցեր, ինքնագիտակցության հարցեր, դա իմ թեմաներն են, ասենք ոչ թե մենակ իմն են, այլ ես կենտրոնացել եմ, մասնագիտացել եմ այդ թեմաների մեջ եւ որոշ բաներում նույնիսկ ես ինձ հավասար քայլող մրցակից էլ չունեմ։ Հատկապես հայերի 12 հազարամյա պատմության ծագումնաբանության մեջ հետո կհասնենք հարցերը որ կտան խոսենք դրա մասին։ Գիտեք ինչ, անձամբ ինձ որպես անհատ, որպես մի շարքային ազնվություն հարց են տալիս, թե այդ պատմությունը ինչի է պետք, ներկայումս զբաղվիր։ Դրա պատասխանը մեկն է եւ շատ հստակ, որ Հայաստանից հեռացած այսպես կոչված շումեր ժողովուրդը 4-5-6000 տարի առաջ է պատասխանել այդ հարցին։ Նրանք արձանագրել են կավեսալիկի վրա, որ այն ինչ եղել է անցյալում, լինելու է ապագայում։ Այն ինչ լինելու է ապագայում, արդեն եղել է անցյալում։ Այսինքն կյանքը շրջանաձև է, այդ ցիկլիկալ տեսությունը միշտ եղել է, միշտ կա եւ կլինի։ Ուրեմն, որովհետեւ հասկանանք մեր ներկան, պետք է հստակորեն ուսումնասիրենք, բարձաբանենք մեր անցյալը։ Իսկ որպեսզի կարողանանք կանխագուշակել ապագան, մենք պետք է հասկանանք մեր ներկան։ Ուրեմն պետք է իմանանք անցյալը, պետք է հասկանանք ներկան եւ գուշակենք ապագան։ Այս բոլորը մեզ տանում է դեպի մեր պատմության խորքերը, որտեղ ամեն ինչ տեղի ունեցել ճիշտ այնպես, ինչպես տեղի ունենում այսօր եւ լինելու է ապագայում։ Սա ասելուց հետո վերադառնանք մեր
Ես մի փոքր լրացնեմ, շատ հայտնի են կարգախոչի պես է հնչում, ով ենք, որտեղից են գալիս, ուր են գնում։ Դա ասվում է եւ ճիշտ է, որ հարցը բարձրացում է, բայց ոչ մեկը դեռ կարգին դրա մասին չի ներկայացրել, ինչպես համընդեպս ասեմ, Էություն ազգային իմաստության տաճարի հիմնադիրն ու հեղինակն եմ, մինչ Սփյուռքում հարատեման ուխտ, այդպես մեկ մտավորականներով արեցինք Սփյուռքում, Գավոկչյանը կար, Խանենցը կար Իրանից եւ այլն, եւ խնդիրը մեզ մոտ դրված էր ով ենք, որտեղ մտածողնաբանությունը, որտեղից են գալիս ով ենք, ինքնության հարցը եւ ուր են գնում, ասել վերջին մասն էր, այսինքն ասելու համար, որ դա այսպես մենք կոմպլետ արի ենք, կարող ենք շարունակել։ Ուրեմն հաջորդ հարցս հենց դրան է վերաբերվում։ Դուք երբ որ սկսեցիք այս ուղղությամբ մտածել, բնականաբար ինքներդ ձեզ հարցեր տվեցիք, որտեղից կարելի է տեղեկություններ հավաքել եւ տեսակ, որ ձեզանից առաջ ապրել են մի քանիսը, որոնք նույնպես այս ուղղությամբ փորձել են մտածել, որոշ գործեր են գրել։ Այդ դրանցից դուք հաջողով եւ շատ դրականորեն հիշեցիք Գավոկչյանին։ Մի քանի բառ խնդրեմ այդ ուղղությամբ։ Գիտեք, սա մարդկային ճանաչողությունն է, սերնդից սերունդ փոխանցվում է։ Հետո կա մի շատ բարդ թեմա, դա իմ ուսումնքից է, մի connection է կոչվում, կանոնների նեյրոնների կապակցությունները, որ ստեղծում է մի պատկեր ճշմարտություն, այսինքն այն ինչ որ ասվել է մինչև հիմա, այսօր դուք բառերը կարող եք դնել այսպես, նույն բառերը, նույն նախադասության մեջ, հետ առաջ կդնեք, միած ստորագետ կփոխեք, միտքը լրիվ կփոխվի։ Ուրեմն սա մարդկությունը որոնում է։ Ուրեմն ինչ այդ արված ահագին գործեր կար։ Կոնկրետ պիտի խոսենք անպայման հիշենք շատ երջանկայի Շադակ Մարտիրոս Գավոկչյանի մի հոյակապ ազնվորություն, ես եղել եմ իրեն հյուրը, ես երբեք դա չեմ մոռանա եւ իմ գիրքը ովքեր են վերջի արիացիները ծնգաճոտ նվիրել եմ իրեն։ Ուրեմն Գավոկչյանը համարձակվեց, այսպես եւ կան վերելքներ եւ անկումներ, գիտության մեջ այսպես լինում է, քաղաքակրթությունների մեջ այդպես լինում է, հայագիտության մեջ եղավ այդպիսի վերելք 100 տարի առաջ մոտավորապես, եղավ հետո անկում Ստալինյան տարիներից հետո եւ վերելքը մեծամորից հետո չեն կարող չհիշել համանդեպս Գորգեն Մկրտչյանին, որը գդավ դա պետք է խոնարհվել այդպիսի անձանց առջև, որոնք մեզ ուղեցույց դարձան եւ հիմքերը դրեցին այն ճանապարհի, որով մենք շարունակում ենք։ Եվ Գավոկչյան եղավ մեկը, այդ համարձակներից մեկը, որը վերաբարձրացրեց հարցեր ծագումնաբանության կապված, արմատի եւ այլն, Ղափանցյան եւ այլ դրան շարունակությունը, իսկ նոր սերունդ ակադեմիկոսների դեմ դուսեկան նրա դեմ համարյա այնպեսի մահաթուղթի պես մի բան գրեցին, դա դավաճիր, նրան չընդունել, անձը վերջը գնաց Կանադա եւ այլն, 1000 անգամ ճիշտ էր։ Ես հետո շարունակեցի, անցյալ օրը մի շատ լավ անձնավորություն միտեղ, ոնց էլ հիշել, ասում եք, կեցեք Վարպետյան, որ ամբողջ ակադեմիայի հետ դեմ ճակատ տվեցիք, այո, ճակատ տվեցի, բացի ունեցա աջակցություններ, որովհետեւ այդպես սև չէր, այդ դպրոցը կար հայագիտական, որոնք վերևներում սովորել էին Լենինգրադում, Մոսկվայում եւ այլն, դա սովետական դպրոցներ հայագիտության, առաջ չընկնեք եւ այլն, բոլորը հավասար եք, այսպես բաներ կար, հիմա հին ենք, դրա մեջ ինչ կա։ Ասում եմ, մեկին մշակույթն ունի, հա, չասեցինք մյուսները բան չեն։ Բայց օրինակ Վիկտոր Համբարձումյանը ահագին ինձ աջակցել եմ, ժամանակին ճիշտ ասած ասեցի, եկեք մենք դες հնարավորություն տակ համոզեք մեր գիտնականներին, ես ասի չեմ գա, ես գրել եմ, թող իրենք հակառակն ասեն, Ջավոկյանը ինչ որ բան գրեց իմ դեմ, ես պատասխանեցի շատ ծանր հոդվածով եւ փաստորեն նրա գիտական դիակը այսպես փռվեց, որովհետեւ ուրեմն հասկացաք, որ հայագիտությունը, այդպես որ ասում ենք, թե ինչի ենք զբաղվում, ասեցիք, դա շատ հետաքրքիր հարց էր, կա նաև հյուրիժման, որ հուսամ քաղաքական այրեր, որ լսում են, քիչ ծանր կշռի, որ արևելագիտությունը եւ հայագիտությունը դիվանագիտության անբաժանելի մասն է։ Հիշեք եղբայրներ եւ քույրեր, երբ որ գնաց մեծ աղմուկ Արցախի հետ կապված, Գորբաչովը այնտեղից ասեց, գիտեք ինչ, տվեք մեր պատմաբաններին, թող այս հարցերը իրանք պատմաբաններին, թող նրանք իրենք լուծեն, սա մեր խնդիրը չէ։ Ալիևը ժամանակին բարձրացրեց հարց, ասեց առաջադրանք տվեց, որ Պարսիկ,